Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, ողջույն։ Ողջույն։ Ռոբերտ Քոչյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի մեջ թվարկելով 3 դեպք, մեկը Անիֆի 65 միլիոն դոլարն է, մյուսը 7 միլիարդ պետական պարտքի գոյացում, որից 2 միլիարդը ասում է անհետացել է, նաև Անիֆի 65 միլիոն դոլարն է մսխվել եւ կա նաև համայնքական հիմնադրամից 100 միլիոն դոլարի բյուջե փոխանցվելու եւ պարոն Քոչյանի կարծիքով անհետացման փաստ, այսքանից հետո մնում է միայն իշխանություններին ճակատին կպցնել կոռուպցիոն հանճարներ տատուն, ինչպես կպատասխանեք։ Եվ ի վերջո ամփոփեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդն է։ Ես թողել եմ դա որպես դեսերտ։ Այո։ Չէ, իրականում նախ եկեք լրջորեն արձագանքենք ուրեմն այս հայտարարություններին, նախ եւ առաջ եկեք արձանագրենք, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի դրամատրությունները չենք զիջում, այն դրամատրությունները, որ ունենք 2018 թվականին, այսինքն մեր քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարի նույնական է, ինչ հեղափոխական օրերին, եւ սա ամենևին կատակ չէ, մենք դրա համար ստեղծել ենք բոլոր հնարավոր մեխանիզմներն ու ինստիտուտները։ Իսկ եթե մեր քաղաքացիներին եւ ինձ անձամբ Անիֆի մասով անհանգստացնող այս փաստերը վերլուծենք, կհասկանանք, թե առհասարակ դրանք ոնց են հանրության լայն շերտերին հայտնի դարձել, նրանք հայտնի են դարձել, որովհետև վարչապետին ենթակա ՊՎԾ-ն ուսումնասիրություն է սկսել հենց վարչապետի հանձնարարականով։ Դուք գիտեք, որ այս թվերի մասին տեղեկատվությունը հայտ է եկել իրական 2 մեխանիզմով։ Առաջինը, երբ որ ԱԺ պատգամավորներից մեր ֆրակցիայի հարցում է ուղարկել աշխատավարձերի մասին, եւ այս թեման մանրամասն քննարկվել է ֆրակցիայի նիստերից մեկում, եւ մենք վարչապետին այդ փաստը ներկայացրել ենք, եւ դրան հետեւել է նաեւ ուրեմն մեր թիմակից Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը, երբ որ նա սկսել է այս ուսումնասիրությունը։ Այնչու Ավինյանը չի պատժվում։ Նախ եւ առաջ եկեք հապճեպ ենթադրություններ չանենք եւ ուրեմն հարգենք անմեղության կանխավարկածը։ Մենք քննչական կոմիտեի նախագահային այս քարորիա ընթացքում հարց ուղղել ենք Անիֆի վերաբերյալ եւ շատ հստակ արձագանք ենք ստացել, որ այս գործը ուղարկվելու է դատարան եւ լինել են մեղադրյալներ։ Այսինքն Անիֆի բացահայտ որը մեկը կկանգնի դատարանի առաջ։ Եթե մեր թիմակիցներից մեկը լինի ներգրաված որևէ կոռուպցիոն հանցագործության մեջ, բնականաբար այո, եւ որ Տիգրան Ավինյանը կպատժվի, թե դուք խնայում եք ձերոնց։ Ցանկացած մեկը ով լինի ներգրաված, եւ վարչապետը այս առիթով ասել է, նույնիսկ եթե իմ ամենամտերի մարդն է ներգրաված լինելու, նա դադարելու է լինել իմ ամենամտերի մարդը։ Ասում է առանց վարչապետի ոնց կարող է այդքան փող անհետանալ։ Այո, սա Ռոբերտ Քոչյանի մտքի այս ամենամեծ խնդիրն է, որ ինքը պատկերացնում է ամեն ինչ բացառապես կախված է մեկ մարդուց, այսինքն ինքը ընդհանրապես պետություն ճանաչել չգիտի, չի ճանաչում ինստիտուտները եւ չի պատկերացնում, որ վարչապետը կարող է ունենալ թիմակիցներ, ում արտապատվիրակում է որոշ գործառույթներ, ի պաշտոն է եւ այստեղ վարչապետը ասել է, որ չարաշահվել է իմ վստահությունը, այս Անիֆի դեպքի մասով ամենախիստ գնահատական տվել է վարչապետը առհասարակ։ Բայց համաձայն չեք, որ բավարար չեն այդ գնահատականը, խայտառակությունը եւ այլն։ Նախ երկու քաղաքական սա երկու տեսակի գնահատական կա, քաղաքական, իրավական, երկուսն է առկա են, ինչ են մեզնից էլ ուզում, ես չեմ Համահայկականի 100 միլիոն դոլար համահայկականի նախ խորհրդարանում ձևավորվում էր քննիչ հանձնաժողով, որ նախագահում էր, եթե չեմ սխալվում, հենց Արծվիկ Մինասյանը քննել են եւ բոլորին հայտնի է ինչ ա եղել եւ ես կարծում եմ, որ անդիմությունը խորհրդարանում հենց պիտի այս գործունեությամբ զբաղվի, բայց քանի որ իրենք առհասարակ աղմուկով են հետաքրքրված, ոչ թե բացահայտումներով, ասենց ամեն ինչ օդում կախված է մնում։ Ես կարծում եմ, որ Գեգամ Մանուկյանը Պետրոս Ղազարյանն ասում է, այսպիսի բան կա, այսպիսի խնդիր կա, Պետրոս Ղազարյանն ասում է, դե դիմեք հաղորդում ներկայացրեք, ասում է, ասել եմ բավարար է։ Ոչ, ես երբ որ ինչ որ խնդիր նկատում եմ սոցիալական ցանցերում, մի ժամանակ մի պաշտոնյայի մասին բավարար շատ գրառումներ կան հիմնավորված։ Ավարտեմ միտքս։ Եվ ես ինքս ուղարկել եմ հաղորդում դատախազություն, գլխավոր դատախազին, քննել սոցիալական մեդիայում առկա տեղեկատվությունից, այդ 7 միլիարդի, 2 միլիարդի մասով, եթե իրենք անհանգստություն ունեն իրականում պարզելու, կարող են հարցում ուղարկել եւ իմանալ ինչ է տեղ ունեցել գումարների հետ։ Եվ ասֆալտի մասով էր ասում, մի հատ էլ կներեք, ես դիտարկումն անեմ, ասում է ասֆալտ են հաճախակի անում։ Ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնեմ, որ տենդերների 65%-ը հաղթում է Քոչարյան ընտանիքի հետ խիստ փոխկապակցված անձ, եւ սա ցուցանիշ է առ այն, որ մենք առհասարակ մեր ուրեմն
մեր լիազորությունները կատարելիս չենք առաջնորդվում որևէ տնտեսվարողի քաղաքական հայացքներով, եւ սրանն այն վառ օրինակն է, որ գալիս էին ասում էին բանա Ալեն Սիմոնյանի եղբոր հետ փոխկապակցված կազմակերպություն, բան, այսպես անպագորգոր հայտարարություններ են անում, 65-ը իրենք են շահում։ Ուրեմն մսխում եք իրենց հետ։ Երկուսով մսխում ենք երկուսով։ Ընդդիմության հետ մսխում եք պետք է։ Մեջ ենք անում, հետո Քոչարյանը։ Դե իհարկե բավական։ Քոչարյանն էլ ընդդիմություն է աշխատում ձեզ մոտ, այսպիսի տեսակետներ են։ Նախ եւ առաջ ասեմ, որ մեզ ուղղված ամենամեծ քննադատությունը հետեւյալն է, որի մասին շատ ենք խոսում, ինչի Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում չէ, որովհետեւ այսօր Ռոբերտ Քոչարյանը գլուխ էր գովում, որ 4 միլիարդի փոխարեն ունի ավելի քիչ գումար, բայց դրա ծագման ապօրինությունը ընդհանրապես չել քննում կասկածի տակ դնում, նույնը անում էր Արծվիկ Մինասյանի դեպ խորհրդանում, ասում էր մոտավորապես Արծվիկ Մինասյանն էս ասում, ասում է, հա Քոչարյանը ապօրինի գույք ունի, բայց այն 4-ը չէ, 200 միլիոն բան լավ Ժորժ ջան։ Ուրեմն զրպարտել եք այդ իդեպ պարոն Քոչարյանը ասում է ով էր զրպարտում, ասում է 2010 թվականից ակտիվ շրջանառվում է 4 միլիարդի հանգամանքը եւ ասում է այս 4 միլիարդի դրվագով չեմ ես փաստերին գնում, այն գույքով, որը կադաստրով ինձ է պատկանում, բայց ինքը պետք է այդ գույքի այո, որը հայտարարել է, բացատրի դրա ծագման աղբյուրը, որովհետեւ մեր ժողովուրդը ունի շատ լավ հիշողություն Ռոբերտ Քոչարյան, որը Լեռնային Ղարաբաղից եկել է Հայաստան, եւ Ռոբերտ Քոչարյան, որն այսօր ասուլիս էր տալի, եւ դրա մեջ գույքային ուրեմն տարբերությունը հսկայական է։ Մարդիկ տնտեսական աճ են ապահովել, իրենք էլ են հարստացել Հայաստանի մյուս քաղաքացիներն են, ինչ տարօրինակ։ Այդ ոնց էր ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում էին խիստ ուրեմն մերձավոր ընտանիքների ներկայացուցիչներ, իսկ ժողովուրդը առհասարակ ապրում էր վատ, սոված եւ ոչ բավարար պայմաններում եւ մենք ունեցել ենք ուշադրություն գրեթե 1 միլիոն արտագաղթ։ Եվ ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է ձեր օրոք արդեն։ Ահա, դե իհարկե, այստեղ ուրեմն երևի կոռուպցիայի կասկածներ ունի կամ փաստեր։ Ես շատ լավ, եթե ունի փաստեր դրա վիճարկման ձևն գիտի, հատկապես որ ինքնանցնում է նման գործերով եւ երկրորդը իհարկե ես կարծում եմ որ քաղաքացիների մոտ միայն ժպիտ է առաջացնում այս հայտարարությունը։ Իսկ դուք համոզված եք որ 1 տարի 2 ամիս հետո երբ որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության դուք էլ այդ պոպկորնով չեք նստելու եւ նայեք ոնց են ձերոնց ասես ասենք ունեցվածքը բռնագանձում։ Շատ լավ։ Այս ինստիտուտը, որ ներդրել ենք մենք, ներդրել ենք ոչ միայն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից բխող ինստիտուտներ, այլ նաև հակակոռուպցիոն դատարան եւ այլն, սա նախ եւ առաջ ներդրել ենք ոչ միայն նախկիններից ուրեմն ապօրինաբար ձեռք բերած գույքը հետ բերելու, այլ նաև սա նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար պետք է պարտավոր լինել զսպող մեխանիզմ, քաղաքացիական պայմանագիր քաղաքական թիմը որևէ ուրեմն ցանկություն եւ նպատակ չունի ուրեմն կոծկելու որևէ քաղաքական թիմի անդամի հանցագործությունները, եթե կային այդպիսիք եւ կապացուցվեն դատարանում, իսկ ես գրեթե վստահ եմ, որ նույնիսկ դա իհարկե անհավանական սցենար է, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ Հայաստան կգա իշխանության, բայց նաեւ նման սցենարի դեպքում ես բացառում եմ, որ կբացահայտվեն նման գործեր, քանի որ մենք թափանցիկ ու բաց ենք, ինձ թվում է պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը որը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Եւ մենք եւ Նիկոլ Փաշինյանը մենք կարող ենք չեք հարստացել, բայց ինքը անձամբ ես վստահաբար չեմ հարստացել եւ չեն հարստացել իմ պատգամավոր գործընկերներն, նախարար գործընկերները, որոշների գույքային պայմանները վատ թարացել են, բայց ուզում եմ այստեղ ասել, որ եւ նույնը ակնհայտորեն վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ով վերջերս նաեւ վաճառել էր իր 3-րդ մասում գտնվող բնակարանը, ինձ թվում է վարչապետ։ Փողերը նվազել են վարչապետ դառնալուց հետո, ահա թե ինչ է նշանակում ազգին ծառայել։ Այո։ Հա։ Բայց ինչու եք Լևոն Քոչարյանի դեմ արշավ կազմակերպել ազգային ժողովում, պարոն Քոչարյանը շատ լավ գիտե այդ հարցի պատասխանը, սուր է լինելու պայքարը դուք գիտեք ինչ է կարել եւ գիտակցությունը ուղակի բերում է այս ներվային դրսևորումներին, այսինքն պատասխան տալու ժամանակը գալու է, այսինքն գիտեք որ մի տարի 2 ամսից պատասխան եք տալու եւ ընդհանրապես չեք վախենում իշխանազրկումից հետո բանտերում հայտնվել կամ փողոցներում առանց թիկնապահների շրջել։ Նախ քանի որ ես եմ ձեր հյուրը, ասեմ որ ես շրջում եմ առանց թիկնապահների, բանտում հայտնվելու որևէ ուրեմն հիմք չեմ
չեմ ձևավորել քաղաքացիների հետ շփում եմ նույն ձևով սոցիալական հարթակներում եւ ուրեմն անձնական շփումներում փողոցներում իմ դստեր ամուսնու հետ ազատ անխոչնդոտ շրջում եմ Երևանի եւ Հայաստանի հանձնել, չեք վախենում։ Ինձ որևէ ինձ նման բողոքով որևէ քաղաքացի չի մոտեցել։ Արցախը հանձնելու բողոքով։ Այո, որովհետեւ մեր քաղաքացիները 2021 թվականին հստակ արձանագրել են, թե ով է հանձնել Արցախը։ Պարոն Գալստանյանի ցույցի մասնակիցները հենց ձեզ հետ մեղադրում են։ Ես պարոն Գալստանյանի ցույցով տասնյակ անգամներ անցել եմ, որովհետեւ նրանք չեն կարող որևէ ձև խոչընդոտել իմ Երևանում, իմ մայրաքաղաքում զբոսնելու իմ իրավունքը, այցելել իմ սիրելի Անա եկեղեցին եւ որևէ մտավախություն նրանցից չունեմ, որևէ հարց չկա։ Գուցե չեն ճանաչել են, բայց զսպվածություն են ցուցաբերել, բայց ես որևէ հարց չկա, որի պատասխան չունենամ, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ թե դրա լուծարման պատասխան տալուց չեք վախենում։ Բացարձակ, չկա հարց, բացարձակ, իսկ ինչ վերաբերում Լևոն Քոչարյան, լավ է որ դրվագը հիշեցրիք, ուզում եմ ձեզ ասել եւ ուշադրություն հրավիրել են հանգամանքի վրա, որ Լևոն Քոչարյանը իր ելույթը ավարտել է, այսինքն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը վերից վար լսել այդ ելույթը, չի մաչամտել որևէ ձևով, թերևս իր առաջին իսկ արտաբերած նախադասությունից ունեցել ենք ընդգծված ուրեմն անհամաձայնություն իր բոլոր շեշտադրումների հետ կապված, մենք քաղաքակիրթ ձևով թույլ ենք տվել, որ ամբիոնի մոտ ելույթ ունեցողը խոսի, որովհետև կարգն է այդպեսին։ Իսկ գալ, հետո նստել քո տեղում, ուրեմն բավականին հեռու եւ այնտեղից անընդհատ ընդհատել, դա ուրեմն ոչ պարլամենտարիզմին է հարիր, ոչ էլ քաղաքական խոսքի։ Բայց նրա հորն եք, չէ՞, բաներ ասում, ոնց չստատեր։ Կներեք, նախ իր հորը չէինք ասում, որպես հայր, ասում ենք այն նախագահի մասին, որը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ եւ ասում ենք ինչ են իր մասին խոսում։ Ինչպես կարող է որդին չարձագանքել, ինքը պետք է սովորի առերեսվել իրականությանը եւ դիմանալ եւ եթե ունի արձագանքելու որևէ բան կարող է մոտենալ ամբիոնին հաջորդ խմբակցության ելույթով հանդես գալու իր իրավունքով, բայց կներեք, այնտեղ է վարչապետի մասին ինչ ասեց, չասեց։ Ամենավերջին վիրավորանքը, ըստ ձեզ մենք ինչ պետք է անենք, տենց բոլորովս հարձակվենք ամբիոնի վրա, մենք քաղաքակիրթ ձևով լսենք, ինքը հայտնվել է իր երրորդ շարքում, կանանց եւ տղամարդկանց շրջապատում, որոնք տենց շրջապատել եւ մինի կոլցո օպերացիա էին ապահովել եւ այնտեղից սկսել էր հայոյել։ Դա հարիր չէ ոչ քաղաքական գործ չի, դա հարիր չէ նաեւ հայ մարդու։ ԱԺ նախագահությունն էլ դիրեկտորի գործ է կատարում։ ԱԺ նախագահությունը վարում է նիստը։ Բացարձակ Հակոբ Արշակյանը այդ պահին ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող անձ էր եւ ինքը այդ պահին ստիպված էր թե համակարգել այդ աղմուկը եւ թե իր քաղաքական ելույթն ունենալ։ Եվ ԿՊ-ն որոշեց չտարբերվել հայհոյանքին, պատասխանեց հայհոյանքով։ Ես հայհոյանքը պես չեմ լսել, ես չեմ լսել, ես Արսեն Թորոսյանի ելույթը նրա մասին էր, որ էթնիկ կամ ազգային պատկանելիության հիմքով վիրավորել չի կարելի։ Չի կարելի մարդկանց վիրավորելու համար ասել թուրք։ Բայց շատ մոտ ընկալում եղավ, որ պարոն Թորոսյանն էլ պատասխան հայհոյեց։ Պարոն Թորոսյանը չի հայհոյել, պարոն Թորոսյանը արձագանքել է Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքին, քաղաքակիրթ ձևով։ Ալբանիա վարչապետը եւ Ալիևը հանդիպեցին եւ այդ հանդիպումը արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք էր, կուչ էր եկել շեֆի առաջ, խնդրում էր, աղարսում էր խաղաղության մի փաստաթուղթ, այդ ձեր մեկնաբանությունը որն է։ Նախ իմ մեկնաբանությունն է, որ ոչ կուչեկած էր, ես նման կադրեր չեմ տեսել, ես ուշադիր դիտել եմ տարբեր հրապարակումներ այդ հանդիպումից եւ հիմա ուզում եմ քաղաքացիներին հայտնել, որ դա բավական կառուցողական հանդիպում էր, քննարկվել են խաղաղության գործընթացի վերաբերյալ տարբեր դետալներ եւ շատ կարեւորում եմ նախ վարչապետի նախաձեռնողականությունը խաղաղության հաստատման գործում։ Իսկ ինչու վարչապետը հպարտ չի նստում Ալիևի առաջ այսպես շատ ձիգ, որ իմ տեսած կադրերում եւ այն ինչ հրապարակել է նախարարությունը, ես կարծում եմ որ բավականին նորմալ կեցվածքով վարչապետը քննարկել է Ալիևի հետ կարևոր բովանդակություն։ Ես տեսնում եմ, որ երկու կողմերը պատրաստ են խոսել եւ շատ կարեւորում եմ այս գործընթացը։ Առհասարակ բովանդակային նորություն կա այդտեղ։ Ես կարծում եմ ըստ անհրաժեշտության կհայտնեն, բայց խաղաղության գործընթացի վերաբերյալ դետալներ են քննարկել։ Դուք մուրում եք խաղաղության փաստաթուղթ, որ 26 թվականի ընտրություններում ցույց տակ որևէ ձեռքբերում եւ չեք գնում արժանապատիվ խաղաղություն վերցնելու հետևից, տեսեք քննադատությունը Հայաստան խմբակցության կամ Դաշինքի այլ ճիշտ ղեկավարի, որն է պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն
բերել, որովհետև դուք պարտությունն եք նաև նա իհարկե խորհրդանշում, խնդիրը հենց մարդու մեջ է, հա, այսինքն պարտված մարդը գնում է եւ հավասար Նյուսեմի լրագրողն էլ այդ հարցը տվեց, ասաց, ուրեմն խնդիրը մարդն է։ Նախ 21 թվականին հայ ժողովուրդը որոշել է, թե ով պետք է գնա եւ խաղաղության օրակարգ բանակցի։ Եթե պարտվածը մենք ենք, ապա նրանք պարտվել են պարտված վարչապետին, եկեք արձանագրենք, որ քաղաքականապես ոչնչացված լիդերներ են Սերժ Սարգսյանը կրկնակի, իսկ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը փաստացի։ Ինչ վերաբերում է ուրեմն մեր խաղաղության գործընթացին, պետք է մի հատ կողմնորոշվեն։ Նախ եւ առաջ ասում են սա կապիտուլյացիա է, հետ ասում են սա անարժանապատիվ խաղաղություն է, մուրում ենք, չենք մուրում, պարտադրում, չենք պարտադրում։ Սա լրջագույն փաստաթուղթ է, որ ձեռք են բերել երկու կողմերը, բանակցային լուրջ գործընթացի միջով անցնելով, ներգրավելով տարբեր ուրեմն երկրների ներկայացուցիչներ եւ ի վերջո համաձայնության է եկել 17 կետերի վերաբերյալ, որոնք հավասարապես վերաբերել են կողմերից երկուսին էլ։ Եվ այստեղ կարևոր է նկատել, որ այստեղ ամրագրում ենք մեր տարածքային ամբողջականությունը այն հիմքով, որը մեզ համար կարևոր է, Ալմատի հռչակագրի հիմքով, եւ կարողանում ենք դիվանագիտական հարաբերություններ կարգավորել։ Սա բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից եւ չկա որևէ խնդիր կամ խոչընդոտ, ինչու Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովուրդը չպետք է գնա այս ուղղությամբ եւ չստորագրի։ Պարոն Քոչարյանը ասում է իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանը ավելի շատ տեսնում է Արմենիան-Ադրբեջանի կոնցեպտի մեջ։ Դե թող գնա ինքն իր տպավորությունները կիսվի իր գրքում եւ բարբերաբար դրանք վաճառի։ Եք ուզում ամբողջել։ Սա արդեն զզվացող հայտարարություն է։ Զզվելի տգետ հայտարարությունների շարաներ, մենք ասել ենք, եթե ինքը Ալմատի հռչակագիրը չգիտի, խորհուրդ եմ տալի հաղթանակած բառը գրել սովորելուց հետո կարդալ Ալմատի հռչակագիրը։ Ամեն դեպքում Արցախը հետ բերելուց էլ չեք խոսում Տիկի Ղազարյան։ Ինքն է չէր խոսում։ Ինքը խոսում է նոյեմբերի 9-ից կարճելուց եւ նոյեմբերի 9-ով Արցախցնեն Եվ չէր նկատում, որ ռուս խաղապանների ներկայությամբ տեղի ունեցավ էթնիկ զտում, չնկատեց։ Որովհետեւ դուք փչացրել եք Ռուսաստանի հետ հարաբերությունները, եթե դուք գնացել եք խաղեր եք տվել եվրոպական կառույցներում, ինչ պետք է անեն խեղճ ռուսները։ Պետք է ձեզ համար գնային, այսպես պարտիզանական կռիվ է բանը Ադրբեջանի հետ, ասում իրենց ազգային շահերից բխելով գնացել Ադրբեջանի հետ լեզու են գտել։ Հայ-ռուսական հարաբերությունները 2018 թվականից հետո չեն վատ թարացել ոչ միայն, այն նաև մեզ հաճախ մեղադրում են օրինակ Սիրիա-խաղապահ զորքեր ուղարկելու, մեր համաձայնությունը տալու ուրեմն առաջին այց կազմակերպելու Ռուսաստան եւ մի շարք այլ գործողությունների մեջ։ Մենք պետքա կողմնորոշվենք, որ տեղա խնդիր է եւ ուրեմն ես պատկերացնում եմ ոնց է Ռոբերտ Քոչարյանը պատկերացնում հայ-ռուսական հարաբերությունների կառուցումը, որովհետեւ գիտեմ պատմություն եւ գիտեմ ինչպես է նա դա արել։ Արել է հետեւյալ ձևով, օրինակ Ռուսաստանի, օրինակ Հայաստան, Իրան գազատարը ամբողջությամբ այլընտրանքային մեր էներգիայի ռեսուրսը գազատարը ամբողջությամբ տվել է ռուսական վերահսկողության։ Գույք պարտքի դիմացն է կատարել։ Գործողություններ, որի հիմքում որևէ ձև մեր սուվերենության պաշտպանությունը չի եղել։ Ասեմ ավելին, երբ որ մենք դրան հետևել է Սերժ Սարգսյանի գործողությունները, օրինակ հենց այդ U-turn of foreign policy-ը սեպտեմբերի որոշումը, դրանից 2 ամիս առաջ նույն Տիգրան Սարգսյանը եւ Շավարժ Քոչարյանը իրենց հարցազրույցներում արձանագրել են, որ ԵԱՏՄ անդամակցությունը նշանակելու է սուվերենության տոտալ զիջում։ Այս ամեն ինչը բերել հասցնել եւ փաթաթել մեր ուսերին եւ մեղադրել, որ Հայաստանը ուզում է լինել սուվերեն եւ անկախ ինքնիշխան պետություն, սա նշանակում է մեկ բան գնալ քո պետության, պետականության դեմ։ Մի րոպե։ Այսօրվա իշխանությունը հենց դուք 5 վայրկյան առաջ Ռուսաստանի հետ կապված կեղծ թեզեր եք առաջ բերում, ամբողջ քարոզչամեքենան դրա օգտագործում է, որի հիմնական նպատակը հակառուսական տրամադրություններ զարգացնելը եւ Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանել, բայց գիտեք ինչու, որպեսզի դուք Հայաստանը տանեք Եվրամիություն, որը ինքնիշխանությունը ճնշող ամենաուժեղ կառույցներից մեկն է աշխարհում։ Եթե ուզում եք Հայաստան ինքնիշխանություն չլինի, հեռու մնացեք ԵՄ-ից, ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ստեղ մի հատ դիտարկում անեմ, էլի, այս մասին նաև խորհրդանում են իրենք խոսում են, թեզը փորձում են պտտել միութենական պետության եւ Եվրոմիության միջև իբր նմանության, նախ լեզվաբանական առումով արդեն իսկ այս երկու միավորների միջև հստակ տարաձայնություն կա, մեկը պետություն է, մեկը միավոր է։
Եվ երկրորդը ոչ մեկ երբեք չի խոսել, որ Եվրոմիությունը չի ենթադրում սուվերենության որոշ դետալների զիջում։ Հա, Եվրոմիության պատմությունն ուսումնասիրած ցանկացած մարդ գիտի, բայց Ժորժ ջան, մի հատ հսկական տարբերություն կա։ Նախ եւ առաջ Եվրոմիությունում բոլորը հավասար են եւ անգամ այնպիսի փոքր պետություններ, օրինակ Լյուքսեմբուրգը ունի վետո իրավունք որոշումների վրա, ուսած շատ հստակ գործարկվող, հաճախ գործարկվող, ուրեմն գործիք է։ Բայց այնտեղ պատժում են պետություններին։ Նախ եւ առաջ վետոյի կիրառումը հստակ մեխանիզմ հաճախ պատժում է եղել։ Չէ, եթե նկատել եք, պարոն Օրբանը կարողանում է վետո կիրառել քանիցս եւ այն օգտագործել է, իր շուրջ խոսակցություններ լինում են, բայց հստակ մեխանիզմներ կան եւ դա կիրառելու համար այդ պատժամիջոցը նաեւ կառույցի ներսում կոնսենսուս է պետք ձևավորել։ Սա քաղաքակիրթ ժողովրդավար պետությունների միություն է, որտեղ հավասար են բոլորը, անկախ իրենց ֆիզիկական չափերի եւ աշխարհաքաղաքական դիրքավորումներից։ Դուք ուրիշ բանի մասն եք խոսում։ Եմեն հնարավորություն ունի պատժել, տուգանել, պարտադրել։ Դուք Եմենի մասն եք խոսում։ Ես Եմենի մասին եմ խոսում, որի սանկցիաները հստակ կանոնա։ Պարոն Քոչարն էլ է Եմենից խոսում։ Հստակ ուրեմն գրանցված են դեպքերը, երբ կարելի է կիրառել եւ ես կարծում եմ, որ պարոն Քոչյանը այս մասով դեռ աշխատանքի տեղ ունի։ Տեսեք, նաև նա ասում է, որ Եմենի թեման հասկանալի է միութենական պետություն, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները բերում շուռ եք տալիս եւ կապում եք միութենական պետության հետ, ուղղակի մանիպուլյատիվ քայլեր եք անում եւ փորձում դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունները գրավչություն նվազեցնել, ասելով, ասենք, մեր ինքնիշխանությունը կկորչի, եթե Ռուսաստանի հետ միութենական պետություն գնենք, մի խոսքով պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնել, վերականգնել եւ միութենական պետությունը բոբո չսարքել։ Բոբո բառը հուսամ ձեզ ծանոթ է, մանկուց։ Մանկուց։ Ես ասեմ, որ միութենական պետության մասին շատ հստակ արձանագրում է արել Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր ելույթներից մեկում ասելով օրինակ բերելով հենց Բելարուսից, եթե ես չեմ սխալվում, Քոչարյան Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ սատարում են Վարդան Ղուկասյանին եւ որևէ հայտարարությամբ այս մասով հանդես չեն եկել, ուրեմն կիսում են այս մոտեցումը։ Եվ մի հատ էլ վերադառնալ ձեր նախորդ հարցին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, եւ ինքն իր ելույթում նաեւ խոսեց Հայաստանը ինչպես կարելի է հզորացնել եւ դրա կարեւորագույն կոմպոնենտներից մեկը, որի շուրջ ես համաձայն եմ, դա ռազմական կարողությունների հզորացումն է եւ բանակի ուրեմն զարգացումն է։ Պատերազմից հետո, չնայած մեղադրանքների, որոնք կարող էին գոյություն ունենալ Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը որոշում է զենք ձեռք բերել Ռուսաստանից, որը ինչպես հայտնի է եւ հայտարարվել է, Ռուսաստանը վերջին չի մատակարարել։ Եվ այստեղ հարց է ծագում, արդյոք Ռոբերտ Քոչյանը օրինակ այդ դետալները չի նկատում, երբ որ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումից։ Իսկ եթե ես խոսում եմ հայ-ռուսական կարգավորումից, ես քանից այս տաղավարում ասել եմ նույնպես, որ կարծում եմ, որ դրանք պետք է հանդարտվեն, կառուցված լինեն սուվերենության հարգման, եւ ես տեսնում եմ, որ թե մեթոդական առումով եւ թե տրամաբանության առումով փոփոխություն տեղի ունեցել հարաբերություններում, որովհետեւ մենք կարողանում ենք խոսել թե խնդիրների մասին եւ կարողանում ենք միասին որոշումներ կայացնել։ Դրա վառ օրինակը, օրինակ Զվարթնոցից, հայ-իրանական, հետո հայ-թուրքական սահմաններից ռուսական ներկայացան դուրսբերումն է, որի կապակցությամբ մենք շնորհակալություն ենք հայտնել, որ օգնել են այն ժամանակ, երբ մենք նման կարողություններ չունենք իրացնել այդ լիազորությունը, հիմա կարող ենք անել ինքնուրույն։ Ես կարծում եմ, որ սա էական տրամաբանության փոփոխություն է հայ-ռուսական հարաբերությունում, որը օգնելու է, որպեսզի այս հարաբերությունները զարգանան տրամաբանական ուղով։ Իսկ ինչու միութենական պետություն չեն գնում։ Հայաստանի Հանրապետությունում անկախությունը սակարկման ենթակա չէ, ոչ գործող իշխանության կողմից, ոչ ժողովրդի կողմից։ Ինչ վերաբերում է Եվրոմիությանը, մենք շատ լավ գիտենք այդ կառույցը ոնց է գործում, ինչպիսի դիրեկտիվաներ կարող են լինել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան Եվրոմիություն իրավապայմանագրային հիմքը ՍԵՊԱ նույնպես ենթադրում է որոշ փոփոխություններ, թե մեր օրենսդրության մեջ եւ թե ուրեմն ենթաօրենսդրական ակտերի մակարդակով այդ փաստաթուղթը ուրեմն Սերժ Սարգսյանն է ով բանակցել է, մենք լավարկել ենք ճանապարհային քարտեզը հետագայում եւ ես կարծում եմ, որ այս տեսակ գործողություն զիջում անվանել չի կարող, որովհետեւ սրանք համընկնում են Հայաստանի Հանրապետության ակնհայտորեն երկու իշխանությունների պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության շահերից։ Մեջբերում
Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում կարողանում եմ կառավարել, հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Միգուցե Տիկին Ղազարյան, Հայաստանի կործանման ձեր գործընթացը կիսատ թողնեք եւ թույլ տաք կամ հնարավորություն տաք Հայաստան դաշինքի ղեկավարին ճգնաժամային կառավարում։ Եթե մենք փողոց դուրս գանք եւ փորձենք հարցում անել եւ մարդկանց հարցնենք ինչի մասին է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, դրանք բնականաբար կներկայացնեն որպես արյունալի տարիներ, երբ որ տեղի ունեցել մարտի 1-ի հանցագործությունը, հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, որի բացահայտման ուղղությամբ գնում ենք, բայց թերևս եկեք հիշենք, որ դժվար է բացահայտել գործերը, որոնք տեղի են ունեցել 20 տարի առաջ, բայց դրա ուղղությամբ գնում ենք, գիտեք, որ երկու գործերն էլ բացահայտման ակտիվ փուլում են գտնվում։ Կհիշենք ինքնասպանության դեպքեր երկու կրակոցով, այսինքն մարդիկ հիշում են, նույնիսկ ես ի հեճուկս իմ երիտասարդ տարիքի այդ հանցագործությունների մասին քանիցս լսել եմ։ Մարդիկ դրանք նկարագրում էին որպես կրակոտ եւ արյունալի տարիներ, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի, ուրեմն Արծվիկ Մինասյանը նոր ելույթում ասում է ոչ մի քաղաքական գործիչ Ադրբեջանից չէր հանդգնի ասել, որ կհարձակվի Արցախի վրա։ Ինչի պիտի հանդգնի, եթե բանակցություններով այնքան էին բանակցել, հասել էին մեղրի։ Արցախը Այսինչ պնդում է, որ Արցախը կար, Արցախը դարձել էր բանակցային մի մատերիալ, որի դիմաց պատրաստ են Հայաստանի մի կարևորագույն կտոր փոխանցել Ադրբեջանի եւ դա հաստատված փաստ է պետդեպարտամենտի ուրեմն վերջին բացահայտումներով, բայց թերևս դրա մասին մենք գիտենք, հա, ինքն էլ ասում փոքր երկիր է, ոչ ման թաքցնել հնարավոր չէ, ընդհանուր պետություն բանակցությունները, այսինքն ինչ որ մեկին թվում է, որ ես կամ իմ գործընկերները կամ քաղաքացիները համ ընդհանուր պետության բանակցությունների մասին չգիտենք, որտեղ համ ընդհանուր պետություն ոչ թե Հայաստան ու Լեռնային Ղարաբաղն էր, այլ Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան։ Իմ հարցին չպատասխանեցիք։ Կործանման գործընթացը դադարեցնել եւ ճգնաժամային կառավարման կարողություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանին ոչ մենք չենք պատրաստվում, մենք պատրաստվում ենք, ասեմ ավելին, ամբողջ մեր էներգիան ներդնել քարոզ արշավի մեջ, մեր քաղաքացիների հետ չնայած որ խոսակցությունը անընդհատ է տեղ ունենում մեր մարզային այցեմ, տեսնում եք պատգամավորները ինչքան հաճախ այցելում են մարզեր, բակային հանդիպումներով եւ մենք իշխանությունը, մենք գնահատում ենք մեր քաղաքացիների ձայնն ու քվեն, մենք գնահատում ենք ժողովրդավարությունը եւ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները երբեք չեն տեսնի Ռոբերտ Քոչարյանին որպես երկրի ղեկավար։ Ռոբերտ Քոչարյանից բացի նաև Էդմոն Մարուքյանն է ուզում դառնալ վարչապետ, ձեր նախկին կուսակիցների ձեռամբ։ Այ միգուցե այս տեխնոլոգիան շուրջ մտածեք։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի մեկ տեխնացու եւ այդ տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է։ Ինչու շուրջ բոլորը չեք մի անձի վրա կենտրոնացել այսպես համառորեն։ Մենք վստահ ենք, ես վստահ եմ, որ երկրի ղեկավարումը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում պետք է ստանձնի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Պաուլ Մանուկյանի անձի շուրջ ստեղծված իրադրության մասին ինչ կասեք, այդ ստորագրությունների հավաք, պարոն Քոչարյան, բայց ոնց որ դեմ էր պարոն Մանուկյանը վարչապետ դարձնել։ Ինքը առհասարակ համարում էր, որ 2-3 օրվա շոուի համար է այս արվում գործընթացը, ինչ որ մեկին պոպուլար դարձնելու համար, իսկ ինչ վերաբերում է պարոն Աղազյանի եւ պարոն Ասլանյանի նախաձեռնությանը, ես դրան վերաբերում եմ բարի ժպիտով։ Իսկ ստորագրությամբ կարող է վերաբերվեք այդ նախաձեռնությունը։ Իհարկե ոչ։ ԿՊ-ն չի փլուզվելու։ ԿՊ-ն իրականում ուժեղ է քան երբևէ, միասնական է քան երբևէ եւ ես շատ ուրախ եմ, որ սերժական բլոգերները դա նկատել եւ գնահատել են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սոնա Ղազարյանին։